Ինձ կներեք։ Պարոն Վարդևանյանը տեսակետ հնչեցրեց, հղում արեց կանոնակարգ օրենքի համապատասխան հոդվածի կարգավորումներին, դուք լսեցիք նրա ելույթը, շնորհակալություն։ Պարոն Կարապետյանը հայտնեց, որ ըստ անհրաժեշտության կանդրադառնա, եթե ասելիք կլինի, ինքը կորոշի, երբ անդրադառնա, թե ոչ։ Հիմա մենք ինչն ենք քննարկում։ Դուք հայտարարել եք երեք որ Էդգար Ղազարյանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Մենք ներքին քննարկում իհարկե ունեցել ենք, ինչը բնական պրոցես է, աշխատանքային պրոցես է, ինչպես պարոն Կարապետյանը հենց նոր ձեզ ասաց, մենք այստեղ եկել ենք այլ օրակարգով, մենք այստեղ չենք եկել նմանատիպ իրավիճակները դարձնելու հանրային կարևորության խնդիր, հանրային օրակարգ, մենք այստեղ եկել ենք մեր հայրենակիցների խնդիրները վերհանելու, դրանց լուծման մեր պատկերացումները առաջ քաշելու եւ այդ ուղղությամբ գնալու, եկել ենք աշխատելու, չենք եկել տարաբնույթ թեմաները այսպես երկար քննարկելու եւ սենց սերիալի նման զարգացումներ ապահովելու շնորհակալություն գործընկերներ շնորհակալություն մենք հնչեցրեցինք մեր դիրքորոշումը պարոն Վարդևանյանը հղում արեց սիրելի գործընկերներ աշխը կանոնակարգ օրենքի կարգավորումներին նմանատիպ իրավիճակներում մենք պիտի առաջնորդվենք միայն օրենքով շնորհակալություն կներեք պիտի գնամ օրակարգային ասեմ հարգելի գործընկերներ բազմաթիվ խնդիրներ կան տնտեսական խնդիրներ կան դուք գիտեք որ լուծված չեն մինչև հիմա մեր արտադրողների ապրանքները արտահանելու հարցերը թեև մեր իշխանական պատգամավորները փորձում են ներկայացնել որ ինչ որ process կա բայց մարդիկ այսօր լարսում կանգնած են բեռնատարները կանգնած են տնտեսվարողները տուժում են դուք տեսակ երեք ցավալի դեպք ունեցանք խաղաղ պայմաններում եւս մի զոհ ունեցանք Սա խնդիր չէ, այո, բանակում, սա խնդիր չէ, սրանք են այն օրակարգային խնդիրները, համակարգային խնդիրներ են, որոնց մասին խոսելու ենք, դիրքորոշումներ ենք հայտնելու, առաջարկներ ենք ներկայացնելու եւ փորձելու ենք տարբեր ոլորտներում բարելավել մեր հայրենակիցների կյանքը, փորձելու ենք օգուտ բերել մեր քաղաքացիներին։ Ես ռազմական ոլորտի մասնագետ չեմ, ուստի ես առաջարկներ չեմ անի, ես կարող եմ արձանագրել խնդիրը, որը մտահոգում է, կարծում եմ, այստեղ կանգնած յուրաքանչյուրին։ Հիմա ակնկալվող ներողությունը կհնչի թե ոչ։ Հարգելի գործընկերներ, շնորհակալ եմ, ես ասացի այն, ինչ ասացի, շնորհակալ եմ։ Երբ պարոն Կարապետյանը լրիվ այդ դիրքորոշում ուներ օրինակային Պարոն Կարապետյանը հայտնել է իր դիրքորոշումը երեք, պարոն Վարդևանյանը հայտնել է այն դիրքորոշումը, որը դուք լսեցիք եւ մեկը մյուսին չեն հակասում, շնորհակալություն։ Մենք հարցեր դուք որ ասում եք սահմանի խնդիրները եւ այլն, գնեք, դուք այդ խնդիրները վաղուց կար եւ դուք եկել եք այստեղ թուրք տեսել ես, կանտովկենի։ Հարգելի Նարեկ, այդ խնդիրների մասին մենք բարձրաձայնում ենք միշտ տևական ժամանակ, եթե հարցը ինձ է ուղղված, ես 8 տարի շարունակ եմ այդ խնդիրների մասին բարձրաձայնել, խմբակցության հարցադրումը մի ընկալեք բառացի, հարցադրումը ուներ ենթատեքստ, որը կարծում եմ հասկանալի էր Եվ դուք գիտեք, թե որն է այդ ենթատեքստը քննադատություն է եղել ձեր ուժի նկատմամբ քննադատություն տևական ժամանակ Արդյոք քննադատություն է եղել Տիկին Ղարամանյան ձեր ուժի նկատմամբ երեկվանից հետո Ես չգիտեմ ինչ քննադատություն ես գիտեք ես չեմ կարող լսեք իմ հարցը ես չեմ կարող մեկնաբանել եւ այսօր այդպիսի հասկացա Տեսեք, ես չեմ հասկացա ես ձեր հարցը, հարգելի գործընկեր, ես չեմ պատրաստվում մեկնաբանել սոցցանցերի օգտատերերի դիրքորոշումները, տեսակետները տարբեր կարող են լինել, մենք բազմակարծության կողմնակից ենք, մենք հարգում ենք բոլոր տեսակետները,
մարդիկ ունեն կարծիք, ազատ են իրենց սոցիալական հարթակներում այն հնչեցնել, այնպես որ այդտեղ ես նորից կրկնեմ, դիրքորոշման փոփոխություն չկա, բացարձակ հակասություն չկա, պարոն Վարդևանյանը հղում է արել ազգային ժողովի կանոնակարգ օրենքին, հարգելի գործընկեր, որով մենք բոլորս պարտավոր ենք, ոչ թե կարող ենք ցանկանալ կամ ոչ, այլ պարտավոր ենք առաջնորդվել։ Ես այլ ուժի մասով որևէ վստահություն չեմ կարող հայտնել, ես կարող եմ վստահություն եւ համոզմունք հայտնել մեր ուժի նկատմամբ։ Շնորհակալություն։ Նարեկ ջան, ներողություն։ Խնդրահարույց համարում է հիմա ուժեղ Հայաստանը, թե ոչ, Էդար Ղազարյանի